Բարելույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, ես մի երկու օր շատ խառն էի և չէի հասնում ձեզ հետ զրուցել, գնացի ակնոցներս փոխեցի, որովհետև այդ հատվածը, դες այն հին ակնոցներն է կարդալու, այս կարդալու եմ, որ պահը կար, իրոք չհաշտվեցի, գլխապտույտ բան չունեցա, շատ լավ էր այդ պրոգրեսիվը, իրոք հեռուն, որպես դրած խոսում էի ձեզ հետ, շատ ավելի լավն էր և որոշեցի առանձին, ուրեմն հեռուն և մոտիկը վերցնել, բայց քանի որ այս շրջանակը մի անգամվա համար էր անվճար, երկրորդ անգամվա համար վճարեցի 39 եվրո, կային ավելի թանկ շրջանակներ, բայց քանի որ հաճախ է փոխվելու հատկապես այդ կարդալունը, որոշեցի շատ թանկ չվճարել, չնայած տարբերակներ կա, որ կարելի է շրջանակը պահպանել, ապակիները փոխել, բայց դա ոչ միշտ է լինում, իրենք երբեմն ասում են, չէ, չի լինի ու այդպես չի լինում, որ այդ հարցը փակվեց, շատ կարևոր հարցեր էլի այս ընթացքում հանդիպումների բանը եղան, նորից խանութներ, նորից գնումներ, այդպես հնարավորություն չեղավ ձեզ միանալու, ուրեմն արդեն ցնցուղս ընդունել եմ, պատրաստվում եմ մի քիչ, այսպես խնամեմ ինձ, ձեզ հետ միասին, մոտիվացնեմ և մի շատ հետաքրքիր հարց կքննարկենք, ու վերջերս շատ տարածված հարցերից է, մարդիկ այդ մասին շատ են խոսում, շատ բլոգերներ էլ կիսվում են այդ խոսացողի տեսանյութով, խոսացողին փորձում սխալ հանել և այդպես իրենց անկախությունը իբր թե հաստատեն, ուրեմն խոսքը գնում է վերջին ժամանակներում տարբեր հաղորդումներից մի քանի տղամարդկանց կարծիքների մասին, ովքեր դատապարտում են, որ հայ կանայք սկսել են շատ ազատ հագնվել, չափազանց ազատ, կիսամերկ իրենց ասածով և նման նկարներ գցել սոցիալական ցանցեր, վիդեոներ, ինչպես նաև ասում է, որ երբեմն քայլում են իրենց կողակիցների հետ, իսկ կողակիցներն էլ ասում են, որ ինձ դուր է գալիս, որ իմ կինը կիսամերկ է, պորտը բաց քայլում է իմ կողքով, իսկ նման տղամարդիկ մեկնաբանում են, որ բնականաբար այդ կանայք իրենց այդ պահվածքով կարծես կանչեն ուրիշ տղամարդկանց, հրավիրեն, ուրիշ կերպ չես կարողանում նայել, միթե նորմալ է, երբ հայ կինը իրեն այդպես է պահում, ուրեմն սիրելիներս մի հատ շրջանցեմ, այսօր սկսելու եմ երևի թե վերջանում է արդեն իմ սերումը հակակնճիռային, որը որ մաքուր մաշկի վրա են քսում, որից հետո արդեն որևէ ցերեկային կրեմ, այսօր հրաժեշտ եմ տալիս իմ արդեն այս 2 տոնային կրեմներին, որը Շանելից էր, իսկ մյուսն էլ Կիկոյից էր, սա այսպես ֆակտորով էր, սա չէ, գույները գրեթե նույնն են, ուղղակի Կիկոյինը ավելի շատ բեժ է, դե շատ այդպես բաց գույներ չի լինում, հետո Կիկոյի վատ նա է, որ տվյալ կրեմներ արտադրում են, դու հավանում ես, գալիս է, ուզում ես գնաս հաջորդ անգամ գնես ու այդ սեջան այլևս գոյություն չունի, հիմնականում շատ կրեմներ այդպես են, ֆիրմաները այդպես են աշխատում, անդադ նորություն, բայց լավ կլինի գոնե որ կրեմը, որ շատ վաճառված է, պահանջարկ ունի, գոնե դրանք պահպանեն, ուրեմն սրանց հրաժեշտ եմ տալու այսօր և արդեն գալիս է իմ նոր գնած Լանկոմը, սա ավելի շատ ծածկելու հատկություն ունի, փորձենք իրոք ծածկում է, չի ծածկում, չնայած ծածկելու ես այդքան է շատ բաներ չունեմ, ամեն դեպքում ասեմ ու խոսքը շարունակեմ, որից հետո այս սերումից պիտի քսեմ Yves Rocher-ի սպիտակեցնող կրեմը, հակալաքաների, որոշ ժամանակ կանցնի, արդեն ես կգնամ իմ գործերը կանեմ, իսկ այդ ընթացքում արդեն լավ ներծծվելուց հետո դուրս գալուց առաջ, այսպես ֆակտորով պաշտպան, այսպես ասեմ, կրեմ և արդեն այս տոնային կրեմը կքսեմ, հիմա շարունակեմ միտքս, դուք էլ գրեք ձեր կարծիքները,
Ուրեմն շատ վլոգերներ այս թեմայով քննարկումներ արեցին, թե տղամարդիկ, թե կանայք ըմբոստացան այս տղամարդկանց ասացի վրա, թե բաբռնություններ է, սա ինչ խոսելու ձև է եւ կոնկրետ խոսում են մի քանի տղամարդկանց դեմ, ովքեր թեկուզ ինչ-որ միտեղ չեն կարողացել հաջողացնել իրենց ընտանեկան երջանկությունը։ Չի ստացվել իրենց մոտ եւ իրենք մեկնաբանում են, որ միգուցե դուք այդ խստությունից, բռնությունից ելնելով չեք կարողացել ստեղծել ձեր ընտանիքը։ Բաժանությունը միգուցե դրանից է եղել։ Հիմա հարց իմ հետևորդներին, քանի որ ինձ տարբեր տարիքային խմբի մարդիկ են նայում, ինչու՞ չէ նաև տղամարդիկ են նայում, ես խնդրում եմ անկեղծ դուք ձեր կարծիքը հայտնեք, սիրելի հետևորդներ, որովհետև ես ինքս կոնկրետ ես դեմ եմ բռնություններին, ցանկացած տեսակի, կլինի դա ֆիզիկական, կլինի հոգեբանական, ընդհանուր այդ բռնություններին, որին սովոր են հայ կանայք, դարեր շարունակ, հիմա էլ երիտասարդները ընդդիմանում են, մի խոսքով պայքարում են իրենց իրավունքների դեմ, ես այդ կողմնակիցներից մեկն եմ։ Ես համաձայն եմ անկախությանը, ազատությունը, շատ լավ բան է եւ ամեն մարդ իր վրա դա զգում է, հատկապես երբ որ ցանկացած մարդու վրա, թեկուզ կին չլինի, տղամարդ էլ անդադ դու բռնանում ես, խոսում ես, ասում ես, արգելում ես, հակառակ ռեակցիան է ունենում, նույնն էլ կանանց մոտ։ Անընդհատ պետք չէ մի բան ասել, բռնանալ, փոխել, վերադաստիարակել միմյանց։ Կանայք շատ են խոսում տղամարդկանց վրա այդ առումով, որովհետև հայ տղամարդկանց մամաները շատ սխալ են դաստիարակել ու շարունակում են դաստիարակել իրենց տղաներին։ Եվ դրանից հետո էլ արդեն երբ որ ամուսնանում են, կանայք են ստանում այդ մամայի դերը, անընդհատ կառավարում, կազմակերպում, ասում, դիտողություն անում, որևէ կամ շատ քիչ տղամարդ միգուցե հանենք, առանց կնոջ ասելու բանի, կարծես թե չգիտեն ինչ անեն, ոնց պահեն իրենց, որտեղ ինչ անեն։ Սա տարածված է։ Մյուս տարբերակը արդեն աղջիկների հետ կապված։ Աղջիկներին էլ տղամարդիկ են փորձում վերադաստիարակել, որովհետև շատերն ասում են, որ կան նորից նման տիպի աղջիկներ, որոնց մամաները էլի չեն դաստիարակել։ Իսկ ինչ է նշանակում դաստիարակություն, ժողովուրդ ջան։ Իսկ կարևոր է արդյոք այդ դաստիարակությունը, թե ոչ։ Իհարկե, բնականաբար անհրաժեշտ է, քանի որ ընտանիքը դա պետության հիմքն է եւ ընտանիքում են ձևավորվում շատ հարաբերություններ, կյանքի են ուղղորդում ընտանիքից երեխաներ։ Ծնողի դերն է իր երեխային դաստիարակի հասարակությանը համապատասխան, թե ինչ պահանջներ ունի հասարակությունը, ազգությունները ինչ որ միտեղ նշանակություն ունեն, այո, կան ազգային սովորություններ, ես չեմ ասում հնադարյան այդ պահպանողական շարունակեն, բայց գոյություն ունեն դրես կոդեր ինչպես մոդայի մեջ, որ ինչ կարելի է հագնել, այնպես էլ վարքագծի մեջ էթիկայի կանոններ գոյություն ունեն, որ մինչև օրս մոդայից դուրս չեն եկել։ Եվ հենց էթիկայի կանոնները պահպանող ընտանիքներն էլ հենց կոչվում են, տարբերվում են, բարձրախավեր են համարվում, բարձրախավ ընտանիք, ցածրախավ։ Հիմա շատերը միգուցե նորից եմ ասում համաձայն չլինեն, բայց քննարկում ենք։ Ցածրախավի ընտանիքի անդամները տարբերվում են միշտ բարձրախավից բոլոր երկրներում։ Տարբերությունները ակնհայտ են եւ էթիկայի կանոնները պահպանելով կուլտուրան, այդ երկրի նաեւ մշակույթը չեմ ասում, կուլտուրա, ուղղակի էթիկա, կուլտուրա որպես այդպես են օգտագործում եւ արդեն ընտանիքում տարբեր երեխաների, ծնողների այսպես տարբեր հարաբերությունները առողջ են լինում։ Տվյալ ընտանիքի դերն է երեխան, եթե ինքը ունեցել, ապա պարտավոր է նրան սովորեցնի այդ էթիկայի կանոնները, հայրենասիրությունը, այդ երկրի ազգային ավանդույթները, այսինքն տվյալ երկրի համար ինքը համապատասխան մարդ է ձևավորելու, ապահովել նրա սնունդը, ուսումը, պարտադիր մինչև 18 տարեկան։ 18 տարեկանը դառնում է չափահաս։
Եվ արդեն եթե նա այդ չափահասին կարողացել է դաստիարակել, սովորեցնել ամեն ինչին, ապա երիտասարդը կամ աղջիկը ինքնուրույն կարող են կյանք գնալ եւ կյանքի դժվարություններին շատ այսպես հաղթանակով դիմավորեն ու անցնեն։ Չնայած երբեմն կյանքը այնպիսի բաներ է մատուցում, որ անգամ մեծահասակը պատրաստ չի, բայց խոսքը սրա մասին չէ։ Որն է դերը ծնողի եւ ինչ պիտի նա տա իր երեխային։ Բայց հայ ծնողները, հատկապես մայրերը, տղաներին որևէ ինքնուրույնության չեն սովորեցնում։ Անընդհատ իրենք են փոխարեն անում։ Տղա երեխաները երբեք իրենց պահարանը կյանքում դասավորած չկան, էլ չեմ ասում, որ ներկա պահի շատ աղջիկներ այդ նույնը չեն անում։ Տարական բան, որ 3 տարեկանից սկսած պետք է սովորեցնեն, որ իր տարածքը պիտի մաքրի, սա նաև հիգիենա է, իր խաղալիքները պիտի հավաքի, այդից պիտի սկսվի, դա իր անկյունն է, մաքուր է լինելու, իր շորերը, ամեն ինչը պիտի ճանաչի երեխան ու այդպես դաստիարակեն։ Երբեմն ասում են փոքր ժամանականում էր, հիմա չեն անում, ոչ, ես դա չեմ ընդունում, որովհետև թերի է մնացել դաստիարակությունը, դուք անընդհատ տալիս եք եւ երբեք հակառակը չեք անում, չի տալիս ձեր երեխան, փոխարենը դուք ավելին եք տալիս, բայց երեխային պիտի հենց փոքրուց դուք նաև այդ շահի պահը կառավարեք, որովհետև երեխան կախման մեջ է ձեզնից։ Եվ շատ երկրներում երեխաներին գումար տալու, օգնելու համար աշխատեցնում են հենց տանը, դու ես գործը արա կվաստակես, այսինքն երեխայի մեջ նաև աշխատանքի նկատմամբ են սեր մշակում, որ դու պիտի լավ աշխատես, որ գումար վաստակես։ Էլ չեմ ասում կրթությունը, դա արդեն նայում են, թե նայած որ ընտանիքում է կարևոր կրթությունը։ Եվ յուրաքանչյուր հասարակություն հզոր է եւ երկիրը զարգացած է, եթե նա ունի լավ զարգացած սերունդ, կրթված սերունդ, կիրթ սերունդ։ Այս տարբերակում կիրթ սերունդը նշանակություն չունի, որ նա ունի բարձրագույն կրթություն։ Կիրթ լինելը բարձրագույն կրթություն չէ դեռևս։ Եւ այսպես այդ աղջիկներին էլ սիրելով, երես տալով, չնկատելով հենց առաջին իր հայր ծնողը, նկատելով, որ իրենց աղջիկը ինչ հագուստ է կրում։ Սովորական է թվում, բան չեն ասում, կամ եղբայր ունի, չեմ ասում եղբայրը բռնանա, բայց բաներ կան, որ այո նորից եմ ասում, հագուստի սահմաններ գոյություն ունեն։ Կոնկրետ ինձ համար շատ տհաճ է, երբ ես տեսնում եմ ազգությունը նշանակություն չունի, որ շատ աղջիկներ պորտը բացարած քայլում են։ Հայաստան ամեն անգամ այցի ժամանակ կարծես ես գտնվեմ ծովափում։ Ես այս կարծիքին եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող կին, հարգող աղջիկ կարող է մինչև ենթադրենք չէ, ընդունված է արիստոկրատիայի մեջ, ասենք բացի իր ուսային, այս հատվածային մասերը, կարճ հագնվի, սիրում եմ, կարճ որ հագնվում են նույնիսկ մի քիչ շատ թիթիզական այդպես ջահել աղջիկները, բայց ոչ պորտերը բաց, ոչ մարմինները բաց։ Բայց միայն տոպերով կամ միայն կարճ այդպես շալվարները ցածր այդ իջացած շատ տգեղեսային կարծիքն է ու ինձ կոնկրետ դուր չի գալիս դա։ Դե կասեք դուր չի գալիս, դու մի հագնի, նրան դուր է գալիս, հագնում է, չէ։ Իսկ ինչու է այդպես, ես կասեմ, որ դա ինքնա գնահատականի ցածր լինելուց է, եթե ցանկացած աղջիկ լավ կրթված է, կիրթ է, կարդացած է, տեղեկացված է, ունի մասնագիտություն, կարողանում է գումար վաստակել, նա կարծում եմ ուշադրություն չի դարձնի իր արտաքինի վրա։ Հիմա կարող եք ասել շատերն հենց գումար ունեն, դրա համար են անում։ Ուրեմն նրանք դեռ ինքնահաստատվելու, գնահատվելու տեղ ունեն։ Կամ էլ իրականում մարդ են կպցնում, որ ասում են տվյալ տղամարդիկ, այո, փորձում են մարդ կպցնել նման ճանապարհով։ Նա ձեռքերից կրեմ էլ անեմ, բայց ժողովուրդ ջան, ասելս նա է, որ բոլորը նման են իրար, նմանակում են իրար բոլորը, այս սա է վատը։ Ինքը իրա նման չի, հենց սա է, որ ասում են երևի մոդա է, բայց դրանով ինքը էլ չի տարբերվում մյուսներից։ Աղջիկներ արայով, այդպես փողոցային լեքսիկոնով, նման ձևով են խոսում ժողովուրդ ջան, որ հայ աղջկան վայել չի,
ազատությունը լավ բան է, բայց ազատությունն ու անդաստիարակությունը ու սանձարձակությունը դրանք լրիվ տարբեր բաներ են, որն էլ որ արդեն նկատվում է շատ մեծամասնության հայ աղջիկների մեջ, թող ինձ ներեն փոքրամասնությունը, նույնիսկ կանայք կան այնպիսի տեսքով են դուրս գալիս, այնպիսի բաներ են եթերներ անում, Instagram-ում, TikTok-ում, ինչ որ միտեղ YouTube-ում, չնայած YouTube-ը դեռ պահպանված հարթակ է, բայց սիրելիներս սա շատ իրոք կարևոր ու տեղին թեմա է եւ տղամարդիկ ճիշտ են ասում, որ դրանով չի պայմանավորված եւ կողքի տղամարդն է իրեն լավ զգալով, որ ինձ դուր է գալիս։ Դա դուր գալու չէ, ուրեմն այդ տղամարդն էլ հաստատվելու տեղ ունի, որ ինքը առանց վատ զգալու նման մեր կնոջ կողքով քայլում է, կամ որևէ տեղ է գնում, կամ իր կնոջ գցած տեսանյութերը միթե չի տեսնում։ Այսքանը նորից եմ շեշտում, ես կոնկրետ դեմ եմ ցանկացած բռնության, կլինի դա ֆիզիկական եւ միշտ եմ ասում, եթե տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, ուրեմն կինը հենց առաջին ձեռք բարձրացնելուց հետո պիտի խզի կապեր այդ տղամարդու հետ։ Եվ այսօր Հայաստանում եւ աշխարհում շատ նման բռնություններ են լինում, որ կանայք հանդուրժում են։ Հոգեբանական բռնություններ կան, որ տղամարդիկ անընդհատ նսեմացնում են, փորձում են վերադասյակել, փորձում են միշտ սխալ գտնել կնոջը, դա էլ դեմ է։ Նման բռնությանն էլ դուք դիմանա, որովհետև դուք ձեր արժեքը գցում եք, բայց ձեր արժեքը դուք չեք բարձրացնում մեր հագուստով, ձեր արժեքը դուք չեք բարձրացնում նման լկտի պահվածքով։ Այնպես որ սիրելի հայ աղջիկներ եւ երիտասարդ կանայք, վերանայեք ձեր բնավորությունը, ձեր պահանջները եւ այնինչ վաճառվում է խանութում, դա դեռ չի նշանակում, որ դա մոդա է։ Այնինչ ցուցադրում են մոդայի տները, դա դեռ չի նշանակում, որ դուք պիտի դրանցից ունենաք կամ նմանատիպ հագնվել։ Դրանք արտիստների համար են, դերասանների համար են։ Կարճ ասած, վերցրեք կյանքից լավը, սովորեք, կարդացեք, զարգացեք, զբաղվեք, նոր լեզուներ սովորեք, նոր մասնագիտություններ սովորեք, ճամփորդեք ու տեսեք, թե աշխարհում ինչ գոյություն ունի։ Իմ սիրելիներս, այս պահին այս թեման շոշափեցի, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, ես գնամ իմ գործերով, հետո էլի կհանդիպենք։ Բարի լույս սիրելի հետևորդներ, ինչպես եք, լավ եք։ Ես լավ եմ, ժողովուրդ ջան, մեզ մոտ արդեն լրիվ հով է, հովը վայելելով, կամ ելկա, կամ ել վայելելով, գնում եմ ընտանիքներով, հեծանիվներով, այստեղ ընդունված է արդեն գիտեք, մարդիկ գնում են, այսպես անեմ, չգիտեմ ես ոնց եմ երևում, ինձ թվում է կհավանեք այս ձևը, որ և երևում եմ և ցույց եմ տալիս, թե որտեղով եմ անցնում ու ավելի լավ եք տեսնում և բացի այդ, այսպես ավելի հանգիստ է, անցորդները չեն լարվի, չեն էլ իմանա, որ իմ կադրում երևաց։ Այս փոքրիկ հրապարակ է, որ մարդիկ գալիս նստում են, շենքեր, տեսնում եք, շենքեր, ժողովուրդ ջան, բայց լավ է, նման եղանակը էստեղի շատ հարմար է, կարևոր տակոր է, բայց շոքից չես խեղդվում էլի, կարողանում ես շնչել, օդը լավ է, մի խոսքով է շաբաթ էսպիսի հաջող եղանակ է անելու, և տեսեք, որ ինչ տարիքի մարդիկ, հեծանիվներ են նստում, անգամ 70 տարեկանները և մոտիվացիա է, թե առողջ ապրելակերպի, թե ընդհանուր, ես իմ սովորություն է, էլի, երբեմն որ փորձում ենք համեմատել հայերին ֆրանսիացին հետ, մի քիչ սխալել է իմ կարծիքով, ամենասկ սովորություններ ունի, դե հետո էլ ես հեծանիվ քշելը, ինձ թվում է հարթ տեղերում կարելի ավելի շատ քշել,
Այս էլ փոքրիկ նավեկներ, որ անցած անգամ ցույց տվեցի, կոնսերվատորիայի շենքն է։ Ահա, համտեսեք ինչքան մաքուր է մեր քաղաքը, շատերը խոսում են, որ Ֆրանսիան շատ կեղտոտ է, բայց ժողովուրդ ջան, նայեք, թե ինչքան մաքուր է։ Շատ տուրիստներ են գալիս, տուրիստներից հետո այսքան մաքուր մնանը, այս հետևից եկողները շատ են աղմկում, սպասի, թողնենք առաջ։ Ահա, թողնենք առաջ գնան, որ իմ ձայնի հետ զուգահեռ չխոսեն։ Ահա, առաջ են գնում և արդեն այստեղի փողոցը էլի քարերով է, ասֆալտապատ չէ։ Սենց է եղել, ուրեմն այսպես էլ պետք է անել։ Ուր որ է երեկոյան ճաշի ժամն է, մարդիկ արդեն լցվում են, ռեստորաններ, սրճարաններ ճաշելու, որովհետև շուտով ժամը 7 կլինի, 7-ից 8-ը ճաշի ժամն է։ Համել այսպես կտեսնեք, թե ինչեր են հագել։ Ինձ էլ է հետաքրքիր, երբեմն լավ չի երևում, թե հիմա հանգիստ ցույց տալով գնում եմ։ Տեսնենք ինչպիսի հագուստ են ընտրել մեր քաղաքի ժողովուրդը։ Այ, այսօր այնքան եմ քայլել, չեք պատկերացնի, առավոտից դրսում եմ։ Հիմա էլ գնացել եմ ճուտոյս եմ տարել դպրոցից տուն եմ գնում, դպրոցում խոսում ենք, ասում եմ, բա վատա, քայլել ես այդքան շատ առողջություն, ասում եմ, բան չասեցի ուղղակի, արդեն հոգնել եմ, բա ինձ մայթերը երբեմն լիքն են լինում ու հնարավոր չէ, որ քայլես։ Ամեն քայլափոխի այստեղ մեր քաղաքում շատ են մուրացկանները։ Հիմա ցույց կտամ, խանութի մոտ են նստում, այն ձևի տեղերում, որ մարդիկ մտնում են գնումների, գումար են տալիս, ուտելիք են առնում, դնում, այսպես մարդիկ ապրում են, շներով երբեմն այդպես նստում են հենա։ Ես անգիր բոլորի դեմքը գիտեմ, բոլորի։ Ու մեր քաղաքում իրոք շատ են այս անտունները, լավ էլ փող են աշխատում, բոլորը փող են տալիս։ Չնայած առաջվա պես չեն տալիս անկեղծության համար ասեմ, բայց դե էլի տալիս են էլի։ Հին քաղաքն է դեռ։ Եվ այս փողոցն է կոչվում է Rue de la Monnaie։ Ձեռքերը իրար բռնած, պարտադիր պիտի ստեղ գնան մարդուկին կամ սիրացնել։ Հավես է չէ, հելը ինչ տարիք են։ Նայք ես կնոջը հեծանիվով։ Ես անցնեմ առաջ։ Չգիտեմ, ոնց կստացվի, մոնտաժելիս կնայեմ, եթե լավ լինի, կթողնեմ այսպես։ Բա, ժողովուրդ ջան։ Աղբերներ խանութների մոտ հանել դրել են դուրս, ուր որ է ժամն է կգա մեքենան կտանի։ Համարյա հասում են, միասին տուն են գնում։ Հələ տեսեք ինձ սիրուն շենք է, շատ հայտնի շենք է ու միշտ թարմացնում են, այդպես սիրուն սարքում են։ Ահա, ավաց գնանք։ Դեկլոր մարդ ոնց որ թե չտեսանք, չէ, պորտները բաց, ոնց որ Հայաստանում է դեկլորված, եսի միրձեյում բակիաժներ, վիրահատած քթեր, ուշադրություն դարձրեք մարդկանց բնական կեցվածքին, ոնց են բնական անցնում, ավելի ազատ ու հանգիստ, առանց լարվածության։ Ես էլ է ժողովուրդ ջան։ Ես էլ Ֆրանսիայի քաղաքներից մեկի լավագույն թաղամասը, որտեղ հիմնականում ֆրանսիացիներ են։ Իսկ արդեն քաղաքի կենտրոնում շատ ուսանողներ կարող են տեսնել դրսից եկած։ Ահա, այնքան է խեր մեկը փռշտաց
որ կարող է տենց բաց-բաց մայկաներ, բաներ հագնել, էլի ոնց որ հայերը։ Ու դրսից ոչ ֆրանսիացիներ։ Ֆրանսիացիներից էլ կարող են հենց ծրխավի ընտանիքների աղջիկը հագնվեն։ Հանդիպում են, նենց չի որ չեն հանդիպում, բայց հիմնականում տեսեք, թե ինչքան նորմալ հագուստ են հագնում։ Իսկ Հայաստանում թվում է, որ Եվրոպայի այստեղ ավելի վատ է։ Ես հետամնաց մարդ չեմ, բայց շատ տգեր է։ Այդ ձեր կարելի է ընդամենը ծովափնյա քաղաքում քայլել, ծովափում մերսի կանգնեց ինձ զիջեց։ Այսպես ժողովուրդ ջան, այս այգին էլ մեր մեծացում են, շինարարություն է գնում ահռելի։ Հայտնի բուլվար Կառնոն է, այդպես են ասում։ Ձևափոխել են, փողոցի մասը նեղացրել են շատ։ Նախկինում այս հատվածը որ կար, հեծանիվի պատկերը որ երևում է, միջև այնտեղ էր, հիմա այս ծառեր, բաներ տնկել են ու տեսեք ինչքան նեղ հատված են թողել մեքենաների համար, ինչքան լայն հեծանիվների համար, տեսնում եք, ահա, մարդիկ էլ հեծանիվով, պատկերացրեք ձեզ հեծանիվով գնում եք դպրոց աշխատանքի, ուրեմն այստեղ շատ կանայք որ հեծանիվով գալիս էին, հետո իմացա, որ հայտնի բժիշկներ են, կլինիկայի ղեկավարներ են, շեֆեր են, վերջը հարուստ մարդիկ են, բայց իրանց հեծանիվներով կարող են, չէ, իրանց թույլ տալ, բայց չէ, այդ համեստությունն է, որ գրավում է ինձ ընդհանրապես, դե չգիտեմ եվրոպական մյուս երկրներում ոնց է, կոնկրետ Ֆրանսիայում այդպես է։ Բա ժողովուրդ ջան, ինչքան լավ էր ձեզ այդ հավեսով զրուցանելով եկա հասա, որ եք հասնեմ մեր շենքին, տեսեք ինչքան հաճելի է, ծառերը տնկել են, այսով է գալիս լավ է մեզ մոտ, սրանք քիչ են, այս մոտոցիկլիստները, օրինակ Իսպանիայում շատ էին, Հունաստանում ահա որ աղմուկ էր, մեզ մոտ թե միգուցե այս կենտրոնական հատվածներում չեմ հանդիպում, բայց աղմուկ չկա, խաղաղ է։ Տեսեք ինչքան հանգիստել է, աղմուկ ընդհանրապես չկա, մաքրությունը նորից, արդեն քաղաքի կենտրոնը եկանք, որ այստեղ էլի ավելի շատ են զբոսաշրջիկները, բայց անդադ քայլում են, հավաքում են, ահա ժողովուրդ ջան, շենքերը տեսեք, հիմա թեքվում են դեպի այն կողմ, այդտեղ էլ նորից շինարարություն է, գնում արդեն երկարամիսներ, հուսով լինեն, որ մեր շինարարությունը շենքի կվերջանա, այսօր մեր պատշգամբն էին ներկում արդեն, տեսնենք վաղագոնե տեղավոր է, որ մյուս օրը հյուրեր եմ ունենալու, չխանգարի տան մեջ էլի, շատ մեծ է տունը մի հատ էլ արդեն այդ պատշգամբի ապրանքները բերել ենք փողոցը անցնեմ ու արդեն հենա մեր շենքը, թե առայժմ լավ մնացեք, կհանդիպենք։